Արավոտ լուսոն է առաջին ալիքի եթերում և պատահական չէ երևի, որ հենց Տերյանի ծննդյան օրը մենք առաջիկա րոպեներին խոսելու ենք ստեղծագործելու կարևորության մասին և մասնավորապես ստեղծագործական մրցույթի, որը կոչվում է Ծիլ 2025 և կազմակերպվում է Ամրոց հիմնադրամի կողմից։ Ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն արդեն տաղավարում է Ամրոց հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս Անի, դուք արդեն ամփոփել եք իրականում Ծիլ 2025-ը, բայց մենք ուզում ենք գալ ամենասկզբից և հասկանալ, որն է եղել այս ստեղծագործական մրցույթի նպատակը։ Ամրոց հիմնադրամը ստեղծվել է 4 հիմնասյուների վրա, լեզու, հավատք, հայրենիք և արժեքներ, և ամեն հիմնասյան համապատասխան ունի իր ծրագրերը։ Լեզու հիմնասյանը համապատասխանում է Ծիլ տուր հայերեն ծրագիրը, որն է նպատակը։ Մենք ուզում ենք ստեղծել համահայկական ստեղծագործական հարթակ, որտեղ կհամախմբվեն հայ պատանները, ովքեր որ ստեղծագործում են։ Եվ 2022 թվականից իրականացնում ենք այս մրցույթը։ Այս տարի ունեցանք 200-ից ավել հայտեր, ոչ միայն Հայաստանից, նաև Սփյուռքից, եւ սա մեր համար եւս փորձարկման տարի էր Սփյուռքի հայ պատաներ ներգրավելու առումով։ Իդեպ մրցույթի ընթացքում, երբ ասում ենք համահայկական, նկատի ունենք, որ նաև ներառվում են բոլոր հայերենները, այսինքն երեխաները կարող են ստեղծագործել։ Հայերենը իր ողջ գունապնակով։ Իր ողջ գունապնակով։ Բարբառով կարող են գրել։ Բարբառով, արևմտահայերենով, արևելահայերենով։ Եվ շատ հետաքրքիր է, այս տարի մենք ունեցանք ավելի շատ բարբառներով, քան արևելահայերենով աշխատանքներ, եւ մի հետաքրքիր ստատիստիկա ունենք։ Մրցանակային տեղ զբաղեցրած աշխատանքների մեծամասնությունը Շիրակի մարզից էր։ Սա մեզ ինչ-որ մի բան հուշում է։ Եվ Շիրակի բարբառով։ Այո, եւ Շիրակի բարբառով։ Իսկապես տաղանդավոր է։ Ես այնուամենայնիվ նաև Սփյուռքով եմ հետաքրքրված, արդյոք շատ մասնակիցներ եւ դիմորդներ կային Սփյուռքից այս անգամ։ Թույլ տվեք նշել, որ սահմանել ենք օտարագիր անվանակարգը, որը հատուկ նախատեսված էր Սփյուռքում բնակվող հայ պատանների համար, ովքեր հայ են, սակայն իրենց ստեղծագործական լեզուն միգուցե հայերենը չէր, եւ այս տարի ունեցանք 11 հայտ Սփյուռքից, որոնցից 8-ը Ռուսաստանի Դաշնությունից էր։ Եվ ռուսերենով էին գրում։ Մի մասը ռուսերենով, մի մասը հայերենով, եւ երկու հայտ ունեցանք անգլերենով Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ունեցանք հայտեր նաեւ Ջավախից, որը Սփյուռք չենք համարում։ Եվ Ջավախի հետ կապված մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Մրցանակներից մեկը, որը պետք է շնորհենք, մասնակիցը Ջավախից էր եւ նշել էր, որ ներկա չի լինելու մրցանակաբաշխությանը, սակայն հենց այդ օրը առավոտյան ինքը որոշում է, որ պետքա գա ներկա լինի, միգուցե ինքը ինչ-որ տեղ է զբաղեցրել։ Մրցանակաբաշխության ժամանակ ինքը դահլիճում ներս է մտնում ու այդ ժամանակ իր անունն ենք հայտարարում, բայց մենք չգիտենք, որ ինքն է։ Մեկ էլ վերջում մոտենում ասում է, որ ես Ջավախից եկել հասել եմ այստեղ Անի Թութունջանը, որը ստեղծագործությունը գրել էր Անին ես եմ, Անի մայրաքաղաքի մասին էր գրել, շատ հետաքրքիր էր, գնահատում ենք իր այդ ոգևորությունը։ Մրցույթը իրականում հետաքրքիր խորագիր ուներ այս տարի, իմ անունով երկիրը, եւ երևի թե պատահական չէ, որ Անին ես եմ, Անին գրել դրա մասին, ինչու է այս խորագիրը ընտրվել։ Եվ արդյոք ամեն անգամ խորագիրը տարբեր է։ Այո, ամեն անգամ խորագիրը տարբեր է։ Նախկինում ունեցել ենք գաղափարը բառ մրցույթ Ծիլ տուր հայրենի շրջանակներում, ձեռագիր հայրենիք, այս տարի իմ անով երկիրը մենք ցանկացել ենք հասկանալ այս սերնդի պատանների իրենց անով երկիրը որն է։ Սա ոչ միայն հայրենիքի մասին պետք է լիներ, այլ իրենց ներաշխարհի մասին պետք է լիներ։ Եվ մենք ստացանք շատ հետաքրքիր աշխատանքներ այն առումով, մենք չենք պատկերացնում, որ այս սերունդը այսքան իրականությունը կկարողանա պատկերացնել, որպեսզի ինքն է իրականությունը, եւ ստացանք հետաքրքիր աշխատանքներ, օրինակ Գյումրու բարբառով թաց նամուսը վերնագրով աշխատանք, որտեղ որ պատանին ստեղծագործել էր Գյումրու մայլաների մարդկանց մասին։ Շատ հետաքրքիր էր այդ պատմությունը։ Բաղնիքի քովը, որտեղ բաղնիքը հենց այդ մայլան է կոչվել Գյումրու, բաղնիքի քովը այդպիսի աշխատանք ստացանք։ Այս առումով պարզեցինք, բացահայտեցինք այս սերնդի պատանների իրենց անով երկիրը որն էր։
հետաքրքիր է։ Եվ անվանակարգերը միայն ստեղծագրության մասին չէին։ Կարող ենք մյուս անվանակարգերը եւս թվարկել։ Ի սկզբանե ունենք 3 հիմնական եւ 1 խրախուսական անվանակարգ։ Հիմնականները ստեղծագրություն, պաստառների ձևավորում, պատկերապատում։ Պատկերապատումը նույն կոմիքսն է, մեծ հայտնի, եւ խրախուսականը օտարագիրներ։ Անվանակարգերում միայն պատկերապատում անվանակարգում էր, որ մենք որևէ խրախուսական կամ մրցանակային տեղ չունեցանք, քանի որ ստացել ենք 10 հայտ եւ որևէ աշխատանք չէր համապատասխանում չափանիշներին։ Եվ այս առումով մենք որոշում կայացրեցինք այս տարի աշխատել պատկերապատման ոլորտում եւս, որպեսզի պատանները ավելի շատ սկսեն այս ոլորտի հետ աշխատել։ Պաստառների ձևավորումում եւս հետաքրքիր հայտեր ստացանք եւ նշեմ, որ պաստառների ձևավորումով մրցանակային տեղ զբաղեցրած աշխատանքներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից ներկայացած Դիանա Արաբաչյանի աշխատանքն է, որը որ իր անով երկիրը շատ հետաքրքիր էր պատկերացրել, շատ երազային էր Հայաստանը պատկերացրել։ Շատ հետաքրքիր է, նշեցիք, որ չափանիշներին պատկերապատման չէին համապատասխանում մասնակիցները, իսկ որոնք են այդ չափանիշները եւ ինչպես եք կողմնորոշվում։ Մրցույթում ներգրավել ենք մասնագիտական ժյուրի, յուրաքանչյուր անվանակարգ ուներ իր նեղ մասնագիտական ժյուրին, ում հետ համաձայնեցնելով մենք չափանիշները կազմել ենք։ Այնտեղ կար էջերի, քանի էջերի սահմանում պետք է լինի պատկերապատումը եւ այլն, սակայն ավելի շատ ֆորմատային խնդիր մենք ունենք։ Պատաները կոմիքս ասվածին շատ ծանոթ չէին։ Իրենց ներկայացած աշխատանքները ավելի շատ պաստառներ էին, ոչ թե կոմիքսներ։ Այսինքն պատումը դրա շարունակականությունը չունեին։ Համենայն դեպս մեծ քայլ է իհարկե կոմիքսի դաշտում հաջորդ տարի եւ հաջորդ տարիներին մենք խրախուսում ենք եւ մեր ժյուրի անդամները իրենց կողմից հենց մրցանակներ շնորհեցին պատաններին, բոլոր հայտ ներկայացրեցներին, անկախ նրանից իրենք ստացան ինչ-որ մրցանակ թե ոչ, իրենց համար աշխատարաններ կկազմակերպեն եւ դասախոսություններ այս թեմաներով՝ պաստառների ձևավորում եւ պատկերապատում։ Հետաքրքիր է, որ ընդհանրապես ստեղծագործությունը գնահատել եւ արվեստը ինչ-որ չափանիշների մեջ տեղավորելը բարդ է ինքնին եւ շատ հաճախ շատ սուբյեկտիվ կարող է ստացվել այդ գնահատումը։ Պատայինների դեպքում ինձ թվում է ավելի բարդ է։ Ժյուրի անդամները ինչ են պատմում, հեշտ է եղել այս 200 հայտը ընթերցելը, գնահատելը պատայինների ստեղծագործությունները։ Շատ բարդ էր։ Մենք այս բոլոր փուլերում ժյուրի կողքին ենք եղել, մենք ավելի շատ մեր թիմով տեխնիկական ֆիլտրումն ենք իրականացնում, քանի որ մասնագետները չենք, բայց տեսնում ենք ինչքան բարդ էր, քանի որ նախ ասեմ, ժյուրին հայտերը նայելուց տեղյակ չէր, թե ում աշխատանքն են նայում։ Բոլորը եղել են թվագրված, սակայն իրենք տեղյակ չեն սեռը, գրողի, ով է գրել եւ անուն ազգանունը։ Եվ երբ որ դուրս են բերել այս կարճ լիստը, ցանկը աշխատանքների, ժյուրին մոտ 1 օր, 4 ժամ զրուցում է իրար հետ, թե ում աշխատանքն է լավագույնը, որովհետև շատ բարդ էր գնահատել ստեղծագործական մտքով, երևակայական մտքով, թե չափանիշները, որոնք որ մենք ի սկզբանե սահմանել ենք։ Այնտեղ լեզվի շարադասության հետ կապված չափանիշ ունենք բառերի սահմանափակում 2000 բառի շրջանակներում պետք է իրենք անեն, շատ բարդ էր, բայց իհարկե ստեղծագործական մտքով ավելի շատ որոշումը կայացվեց։ Արդեն ամփոփել եք փետրվարի 7-ին եւ արդյունքներից խոսենք, ովքեր են հաղթել ստեղծագրություն անվանակարգում։ Փետրվարի 7-ին ունեցանք մրցանակաբաշխությունը։ Նախ մենք պատանների համար անակնկալ ենք արել, հաղթող աշխատանքների անիմացիաներ ենք սարքել։ Կարծես թե իրենց աշխատանքները կենթանանում են եւ միջ մրցանակաբաշխություն սկսելը դահլիճում նստած տեսնում ենք երեխեքի աչքից արցունքներ են գնում։ Իրենց Սյունյաց աշխարհի վիշապներ, օրինակ մեր մասնակիցները Զոյա Բաղդասարյանը, որ ստեղծագրություն անվանակարգում հաղթել էր, ինքը իր ցանկության մեջ նշել էր, որ ես ավելի շատ ցանկանում եմ տեսնել իմ աշխատանքի անիմացիան, թե ինքը ոնց կկենթանանա։ Իսկ ովքեր են հաղթել, Զոյա Բաղդասարյանը Շիրակի մարզից, Սոնա Խաչյանը եւս Շիրակի մարզից եւ Անի Դանիելյանը Արարատի մարզից։ Սա ստեղծագրություն անվանակարգում։ Պաստառների ձևավորում անվանակարգում հաղթել են Վարդուհին, Արմինեն եւ Արտյոմը։ Արտյոմը Հայաստանում չէր ապրում, մենք իր մրցանակը կառաքենք եւ օտարագիր անվանակարգում խրախուսական մրցանակներ ստացան 1 իսպաներեն լեզվով ստեղծագործած Անա Խաչատրյանը, 1 ռուսերեն լեզվով ստեղծագործած Դիանա Արաբաչյանը, ներողություն Դիանան պաստառների ձևավորում էր։ Օտարագրում
Մեզ ավելի շատ հետաքրքիր է թե ինչի մասին են իրենք գրել, այսինքն ինչ ստեղծագործություններ են դրանք եղել։ Օրինակ Անի Դանիելյանի ստեղծագործությունը երկնքի 3 աստղեր վերնագիր ուներ եւ դա 3 տղաների մասին է, ովքեր որ պատերազմ էին գնացել եւ իրենց երազանքները կիսատ էին թողել, սակայն իրենց երազանքները նրանց ընտանիքի անդամներն էին շարունակում, ինչ որ մեկը կիսատ գրած գիրքեր թողել, պետք է շարունակեին։ Զոյայի աշխատանքը շատ հետաքրքիր է այն առումով, որ Զոյան ապրելով Շիրակում գրել է Սունյաց աշխարհի վիշապը պատմվածքը զորած քարերի մասին։ Որտեղից որ ծնվում է վիշապը հայկական, որը որ անմահ է, եւ մյուս աշխատանքը Սոնա Խաչյանի Թացնամուսն է։ Սոնան համեմատություն է արել 1935 թվական եւ 2025 թվականի Հայաստաններում, ինչպեսին է իրավիճակը գրեթե նույնն էր, ոչինչ չէր փոխվել իր աչքերում եւ այս աշխատանքում Սոնան ներկայացրել էր Վարդավառ տոնը, որտեղ որ ջրով հեռացնում են մարդկանց նամուսը, ջրցաներով հեռացնում են մարդկանց նամուսը, իրենց արժեքները եւ ամեն ինչ։ Եվ նա ոգեշնչվել էր վախից անկում ազատությունն է այս խոսքերից ոգեշնչվել եւ այս աշխատանքներ գրել։ Իսկ պաստառների հետ կապված ունենք Մայր Հայաստանի արձանի հետ կապված մեկ պաստառ, վերադարձիր մայրենիք։ Ունենք Դիանա Արաբաչյանի ներկայացած աշխատանքը, Դիանան եւս Հայաստանում չէ բնակվում, նա պատկերացրել էր Հայաստանը եկեղեցի, զինվոր, խաչքար սիմվոլների համատեղությամբ եւ մեր ուժը մեր արմատներում է աշխատանքը Արմինե Խաչատրյանի ներկայացած աշխատանքն է։ Այս աշխատանքում Արմինեն պատկերացրել էր ծառ, որի արմատները ամբողջական Հայաստանն են, այդ թվում Արցախը, Արևմտյան Հայաստանը եւ ներկայիս Հայաստանի սահմանները, ու այս արմատները ինքը ասեղով իրար էր միացրել, կարել էր եւ ծառը պտուղ էր տալիս նաեւ նռան տեսքով եւ այս պաստառի վերնագիրը մեր ուժը մեր արմատներում է, այսպես էր վերնագրել Արմինեն։ Ինչ տաղանդաշատ պատանիներ Իսկապես, ունեն։ շնորհավորում ենք բոլոր հաղթողներին եւ վերջում ուղղակի ուզում ենք իմանալ արդյոք մրցույթը շարունակական է լինելու։ Այո, մրցույթը ամենամյա է, 2022 թվականից ամեն տարի ամրոց հիմնադրամը կազմակերպում է, ամեն տարի խորագիրը փոխելով իհարկե, այս տարի եւս պատանիները թող սպասեն 26 թվականից իր դուր հայերեն մրցույթին։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք եւ ձեր գործունեության համար նույնպես հետևեք Ամրոց հիմնադրամի էջերին եւ գուցե հաջորդ տարի հենց դուք մասնակցեք ու ինչու ոչ հաղթեք։ Եվ արդեն սկսեք ստեղծագործել սիրելի պատանիներ, անկախ նրանից մասնակցում եք դուք մրցույթին, թե ոչ, կարևորը երևակայությունն է, որը անընդհատ պետք է մարզել։ Այո։ Իսկ մենք հիմա կլսենք երաժշտություն, այնուհետև եթերաժամը կզիջենք լուրերի թողարկմանը։